Ինչ է նշանակում սիրել քաղաքը այն պահին, այն ժամանակ, երբ դեռ ինչ-որ պահի, ինչ-որ տեղ գեղեցիկ չէ, բարեկարգ չէ։ Իրականում գյումրեցիների մոտ շատ սպეციფიկ սովորություն է, մենք բոլորս մտածում ենք, որ մենք ամենաշատն ենք սիրում քաղաքը, մեր սերը ամենայուրօրինակն է, ամենասիրունն է, ամենաճիշտն է եւ մեր սիրուց բացի որևէ այլ սեր գոյություն չունի, բայց սերը քաղաքի հանդեպ ինձ համար տան հանդեպ սեր է։ Մեր տունն էլ վստահաբար մեր տնից ավելի սիրունը կա, ավելի բարեկարգը կա, ավելի գեղեցիկը կա, բայց տունդ ոնց է սիրում, այդպես էլ սիրում ես նաեւ քաղաքդ։ Իր բոլոր փոսերով, խոչընդոտներով, բնավորությամբ, մռայլությամբ, լուսավորությամբ, ծառերի բացակայությամբ եւ առկայությամբ, դա այն սերն է, որը անմնացորդ է, անկախ նրանից թե գեղագիտորեն դա աչքի համար սիրուն է, թե սիրուն չի։ Իսկ դու կյանքիդ որ փուլում հասկացար, որ կյանքդ պիտի կապես քաղաքի, այսպես ինչ-որ հատվածի զարգացման, բարեկարգման հետ։ Եթե շատ անկեղծ ես չեմ հասկացել, ինձ կյանքը ուղղակի բերեց դրեց այդ իրավիճակի մեջ, երբ որ ես այստեղ պետք էի եւ շատ հետաքրքիր էր, որ իմ նախորդ աշխատանքի վայրով պայմանավորված եմ ես կոնկրետ այս նախագծի մեջ ունեցել իմ ներգրավվածությունը եւ դրանից պայմանավորված էլ նաեւ շարունակել եմ իմ արժեվ դրված ինքս իմ արժեվ դրված ամենամեծ նպատակը դա օգտակարության զգացողությունն էր, որ ես ինչ-որ մի բան պետք է անեմ, որից օգուտ պիտի ունենան ոչ միայն իմ մտերիմները, ընկերները, այլ նաև քաղաքը։ Այն որ ամառային շրջանում այգիները, Գյումրու տարբեր այգիները ակտիվություն ապահովում են, փաստ է, բայց անգամ ձմռանը բարեկամության այգին ինչ-որ բան փոխեց քաղաքում եւ այսօր այգի գալիս է նաեւ ցրտաշունչ ձմռանը ժամանակ անցկացնելու եւ դու տարիների համեմատականներ ես տանում։ Ինչ փոխեց, կարճ ասած, Գյումրու բարեկամության այգին քաղաքում։ Ինչ վերադարձրեց։ Իրականում ի սկզբանե եթե շատ անկեղծ լինեմ, ի սկզբանե չունենք այդ մտայնությունը, որ այգին միանգամից կկարողանա ինչ-որ բան փոխել, որովհետև մեզ համար առաջին հերթին ենթակառուցվածքի ստեղծումն էր, որ լինի կոկիկ, մաքուր, ենթակառուցվածքներով հագեցած այգի, բայց ամեն զարգացման հետ միասին մենք մտածում ենք, որ ամեն մի կոմպոնենտի ստեղծման հետ միասին հասկանում ենք, որ այգին պետք է փոխի նաև մարդկանց մոտեցումները եւ կենսակերպը։ Ինձ համար ամենամեծ ձեռքբերումներից մեկը այն է, որ այգին ստեղծել է մի իրավիճակ, երբ մարդիկ կարող են այստեղ վայելել ամեն ինչ, այսինքն մարդու կյանքի կենսակերպի փոփոխությանն է նպաստել այգին։ Այստեղ առավոտյան կարող են յոգայով զբաղվել, երեխեքը կարող են սահադաշտ գալ, կարող են սահել, կարող են մինչև ուշ երեկո մնալ այգում եւ չունենալ մտավախությունն ու մտայնությունը, թե այստեղ կարող է վտանգավոր լինել կամ իրենց համար անապահով լինել։ Դա ամենամեծ ձեռքբերումն է, երբ դու տալիս ես հնարավորությունը եւ հարթակը, իսկ մարդիկ ընդունում են դա որպես իրողություն եւ կարողանում են դա իրացնել։ Բնականաբար այդ ընթացքում դժվարություններ շատ են եղել, ինչպես ես առաջ շարժվել այն պահին, երբ ասել ես դժվար է, բայց արժե։ Այդ զգացումի մասին փոքր խոսենք։ Իրական դժվարությունները եղել են ամենաառաջին օրվանից սկսած, երբ այգում կային բնակիչներ, երբ պետությունը պարտավորություններ իրենց հանդեպ արդեն իսպառ սպառել էր, այդ մարդիկ այստեղից չէին գնում ու մեզ համար ամենադժվարը նաև այդ փուլում էր, որ մարդկանց հասցնեինք այն մտքին, որ այգին դառնալու է հանրային տարածք եւ իրենք այստեղից պիտի գնան, բայց ինչ որ մի բան նաև պետք է առաջարկեիր այդ մարդկանց, որ իրենք այստեղից գնային։ Այն առաջարկությունները, որոնք որ տալիս էինք, իհարկե դրանք բավարար էին եւ դրանք ամբողջովին փոխհատուցվելիք էին իրենց ունեցած կորուստներին, բայց այնուամենայնիվ մարդիկ համառորեն երբեմն պնդում էին, երբեմն իրենց այդ մտքին հասցնում էին, որ մի գնացեք, հետո ավելի լավ կլինի։ Մի խոսքով տարբեր էին այդ խնդիրներն ու խոչընդոտները, բայց դրանք հերթականությամբ լուծելի դարձան։ Կան մարդիկ, ովքեր որ ուտոպիստ ռոմանտիկներ են, ես դրանցից մեկն եմ։ Այն պահին, երբ որ այգում ամայություն էր, բացարձակ, ոնց որ ապոկալիպսիս լիներ, բացարձակ որևէ բան չկար, անգամ տնակներն էին հանված, մենք նկարներ ունենք, որտեղ որ իրոք սարսափ ֆիլմի տեսարաններ կարող է թվալ, ու այդ պահին նաև հնարավորությունը չկար, դեռ կոնցեպտը հաստատված չէր, դեռ կառավարության որոշում էր պետք եւ այլն եւ այլն, բոլորը մտածում են, սա շարքային հերթական ծրագրերից մեկն է, որը եկել են ասում են, այսքան ներդրումային ծրագիր կանենք, սենց գեր ժամանակակից ինչ-որ բան կանենք, ոչ մի բան չեն անել,
կթողնենք գնան։ Բայց ինպես մի քանի գործընկերներ կային, ովքեր որ հավատում էին այս նախագծին, ես եւս հավատում եի։ Եվ շատ անձնական բան պետք է ասեմ, սա իմ կյանքի ամենաբարդ փուլում հանդիպած նախագիծն էր, երբ ես բարդ իրավիճակից, աշխատանքային իրավիճակից հետո հետպատերազմյան իրադրությունում պետք է ունենայի որոշում ինչ եմ անելու հետո եւ ես վստահ եի, որ եթե ինչ որ մի տեղ Հայաստանի տարբեր հատվածում ինչ որ մի ծառ է կտրվում, արմատ է կտրվում, ինչ որ մի տեղ մենք պարտավոր ենք այդ արմատը ամրացնել եւ ես գտնում եի, որ հանուն ամեն ինչի այդ արմատի ամրացման համար ես պատրաստ եմ մինչեւ ամենավերջի հատվածը հավատալ, որ լավ է լինելու, որ այս այգին լինելու է։ Այգին արդեն կա, աշխատում է, իր արդյունքը պտուղները տալիս է, բայց կա մի արժեք, որ ուզենայիք այգի մտնող փոքրից մեծին հասցնել եւ այդ արժեքը որը կլիներ։ Ամենասկզբից մեր համար ամենակարևոր եղել է այն, որ յուրաքանչյուրը մոտենա այս այգուն որպես սեփական տարածքի, այսինքն սա իր տունն է, ինքը այստեղ կարող է եւ վայելել եւ ունենալ իր մասնակցությունը, օրինակ ծառ տնկել, խնամել, չփչացնել եւ ամենակարևորը դա է, որ իրենք հասկանան, որ սա իրենցն է։ Եկեք գնանք սահադաշտ, մոտենանք սահադաշտին եւ տեսնենք մեր սահադաշտի սահողներին։ Ես տեսնում եմ երիտասարդները բավականին շատ են ստացել։ Այո, շատ են եւ նաեւ մեր աշխատանքային թիմում են երիտասարդները շատ, ինչը մեզ համար շատ ողջևորող է։ Դու վստահաբար շփումներում հսած կլինես, որ շատերն ուզում են քաղաքից դուրս գալ, ավելի լայն հնարավորությունների մեջ լինել, այլենց ինչ կհորդորես։ Իրականում այդ առումով ես վատ խորհրդատու եմ, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ քաղաքի սեփական տան, հայրենիքի նվիրումն ու ծառայումը այդ միայն տարածքով պայմանավորված չէ։ Եթե շատ գործընկերներ ունեմ, ովքեր հիմա Գյումրիում չեն ապրում, անգամ Հայաստանում չեն ապրում, բայց միևնույն է իրենց գործունեության մեջ թիրախը եւ հիմնական շեշտադրումը դա Գյումրու զարգացումն է։ Այնուամենայնիվ ես վստահ եմ, որ քաղաքը ինչպես մեր հայրական տունը միշտ պատրաստ է գրկաբաց ընդունել, որ ճանապարհով էլ գնանք, որ ուղիներով էլ գնանք, մենք միշտ գիտենք, որ մենք տուն ունենք, որտեղ որ դառնալու հույս կա։ Շնորհակալ եմ շատ ընկերական, բաց, տաք զրույցի համար, Էմմա։ Իսկ ես մեր հետևորդներին հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք այն մարդկանց հետ, ովքեր ապրում եւ արարում են քաղաքից։ Այս լավ կխաղան երեխեքը։ Ցավեսի։